Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ Պարոն Նահապետյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Նահապետյան, մինչ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանի կրակոցները Հայաստանի տարածքը չեն թիրախավորում եւ որևէ ուղղությամբ Հայաստանի տարածքներին հետ կապված չեն դրանք, երեք մենք արդեն տեսանք, որ Սյունիքում այդ հարվածներից բնակարանի ապակիներ են վնասվել, այսինքն թիրախավորված բնակարանի վրա են եղել այդ կրակոցները։ Ինչ է սա նշանակում։ Նախ հասկանանք ինչու է Ադրբեջանը կրակում այս պահին եւ ինչու է Պաշտպանության նախարարությունը փորձում այդ կրակոցները այլ քողի տակ ներկայացնել։ Դա եթե Պաշտպանության նախարարությունը արձանագրի, որ կրակոցները թիրախային են, ուղղված մեր բնակավայրերին, մեր քաղաքացիների ուղղությամբ, այդ դեպքում շատ պարզ եւ տրամաբանական հարց է առաջանում, ինչու չեն պատասխանում։ Դա համար ըստ Պաշտպանության նախարարության արդեն մոտ 2 շաբաթ տևող այս քարոզչական դաշտում ես առաջներթին գնահատեի կրակոցների, ինքը փորձում էր հերքել, ասելով, որ ադրբեջանական կողմը օդ է կրակում, հետո իրենց կողմն է կրակում, բայց երբ արդեն ապացույցներ կան, ինքը ստիպված փորձում է կրկին անգամ մանևրել։ Ես չեմ բացառում, որ վաղը որոշ գյուղացիների նկատմամբ նաև քրեական գործել հարուցեն, միգուցե այդ կրակոցները գյուղացիներն են արել, որպեսզի Փաշինյանի ժողովրդավար կառավարության վրա ցեղ չշպրտվի, բայց ինչի համար է Ադրբեջանը անում։ Ակնհայտ է, որ ինքը քարոզչական հող է նախապատրաստում, որտեղ այդ կրակոցները որևէ ռազմական նշանակություն չունեն։ Իսկ քարոզչական հող նախապատրաստումը սովորաբար ռազմական ագրեսիայից առաջ։ Այսպես եղել է բոլոր ժամանակներում, այդ թվում նաև 44 սրահում, այդ թվում նաև ապրիլյանի ժամանակ 16 թիվ, այդ թվում նաև Ջերմուկի դեպքերի ժամանակ, որտեղ այնուամենայնիվ միջազգային հանրությունը ճիշտ է այսօր, այսպես ասենք, տկարացած վիճակում է, բայց պետությունները, որոնք տարածաշրջանում ունեն լրջագույն շահեր, այդ երկրների ղեկավարների առաջ Ալիևը այս կամ այն ձևով որոշակի բացատրություններ պետք է տա։ Եվ այս քարոզչական հողը այո նախապատրաստում է անհրաժեշտ պահին, իսկ այդ պահը կարծում եմ ավելի շուտ Իրանի դեմ ռազմական գործողությունները իրականություն դառնալու սկզբնական փուլում կարող է լինել, որտեղ այստեղ Միջանցքի խնդիր է։ Կներեք, պարոն Նահապետյան, երբ որ ասում եք Իրանի հետ կապված, այսինքն Ադրբեջանը Հայաստանի վրա կսկսի հարձակումը այն պահին, երբ որ Միացյալ Նահանգները որոշի կամ Իսրայելը որոշի Իրանի հետ որոշակի գործողություններ իրականացնել։ Մինչ այդ չսպասել, որ Ադրբեջանը էսկալացիա կանի Հայաստանի սահմաններին։ Ես չեմ կարծում, որ Ալիևը ունի իրավունք որոշելու էսկալացիայի տարածաշրջանը, որտեղ ակնհայտ է այդ էսկալացիայի եթե թիկունքում չկան հզոր պետություններ, ասենք ռազմական առումով գերտերություն Միացյալ Նահանգները, ինքը նման բան չանի, որտեղ գիտի ակնհայտ է, որ ինքը երկու իր հարևան պետություններին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ռուսաստան դարձան ձեռնոցեն հետո։ Այսինքն պատերազմ կամ լայնածավալ ռազմական գործողություն սկսելու որոշումը չի կայացվելու Բաքվում։ Դա կայացվելու շատ ավելի վերև։ Ու մասնավորապես ասենք կամ Լոնդոն կամ Վաշինգտոն։ Նույնիսկ Անկարայում չի կայացվելու։ Մենք տեսնում ենք Թուրքիայի մեջ գործընթացներ են, հա, գնում։ Եվ ըստ այդմ Ալիևը հասկանալով, որ մոտալուտ է այդ ժամանակը, որը չի բացառում, որ այո, Իրանի նկատմամբ ռազմական էսկալացիա լինի, ինքը այդ արդից օգտվելու է կամ իրեն ուղղակի ասելուն կարող է սկսել։ Այդ դրա համար ինքը արդեն 2 շաբաթ է, ինքը Ադրբեջանը որոշակի քարոզչական հող է նախապատրաստում, որ հայկական կողմի այս կրակոցներին վերջ տալու համար ինքը կանխարգելիչ ինչ-որ գործողություններ կարող է անել եւ այդ կանխարգելիչի բուն նպատակը իրականում Հայաստանից օտարել տարածք Իրանի սահմանը փակելու համար։ Այսինքն նկատի ունեք այդ Միջանցքի հետ կապված իրավիճակը լուծել հօգուտ իրեն Ադրբեջանը։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարը ինչ խնդիր կլուծի, օրինակ այդ Միջանցք ունենալով Ադրբեջանը ինչ խնդիր կլուծի Իրանի հետ կապված։ Չէ, նախ այդ Միջանցքը Ադրբեջանին պետք չէ առաջին հերթին։ Եթե Իրանի դեմ այնուամենայնիվ հրթիռային եւ օդուժի ռմբահարումներից հետո Միացյալ Նահանգները որոշի Իսկ եթե դա լինի լայնածավալ եւ մեծ գրոհով, բնականաբար այդ օդային հարվածներին եւ հրթիռային հարվածներին հետևելու է ցամաքային օպերացիա։ Այսինքն զորք պիտի մտնի Իրանի Իսլամական Հանրապետության տարածք։
զորքը մտնելու առաջին պատրաստված պետությունը, որտեղ նաև Իսրայելը բավականին ներկայացված է, դա Ադրբեջանն է։ Տարբեր մասնագիտական գնահատականներով 1.200.000-ից 1.5 միլիոն անձնակազմ պետք է Իրանի դեմ աշխատի։ Պատկերացրեք, դրա 1/3 կամ դրա կեսը օրինակ Ադրբեջանից պետք է լինի։ Իսկ այդ զորքը որտեղից է տեղափոխվել եւ դա ինչ զորք է, դա պետական զորք չի լինելու, ահաբեկչական խմբավորումներ, որոնք կան եւ Լիբիայում, եւ Սիրիայում, եւ Իրաքում, եւ Թուրքիայում։ Հիմա այդ բոլորը անձնակազմի եւ զինտեխնիկան տեղափոխվելու համար Ադրբեջան, Թուրքիայով պետք է մտնեն Նախիջևան, Նախիջևանից դեպի Ադրբեջան, Հայաստանի տարածքով, այսօր ձեր միջանցքի ռազմավարական նշանակությունը այսօր աշխարհում տեղի ունեցող այս տուրբուլենտ քաղաքական գործընթացներին։ Հիմա անկախ ում կամքով կհարձակվի Ադրբեջանը Հայաստանի վրա, ում համար ձեռնտու կլինի այդ միջանցքը ստանալը, ի վերջո դա հարուցելու է, ինչպես նշեցիք, Ռուսաստանի եւ Իրանի զայրույթը։ Այդ դեպքում Ադրբեջանը ունի երաշխիք, որ այս երկու պետությունները իր հանդեպ հետագայում լոյալ կգտնվեն։ Եթե Ադրբեջանը այնուամենայնիվ վերցնի Մեղրի հատվածում զուտ ճանապարհ առանց բնակավայրերի, ինչ որտեղ դա իր համար մեղմացուցիչ հանգամանք է, որտեղ հիմնավորել է, որ նոյեմբերի 9-ի 2020 թվականի երակոմ հայտարարության 9-րդ կետը Հայաստանը չի կատարում։ Ընդ որում, որի վերաբերյալ Ալիևը պարբերաբար ասում է, որ բավ է եւ Հայաստանը պարտավոր է կատարել ճանապարհ տալ։ Ճիշտ է, միջանցքը քարոզչական առումով են շրջանառության մեջ մտցնում, բայց եւ Ռուսաստանի Դաշնության տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում փոխ վարչապետ Օվերչուկ, այդ թվում արտգործնախարար Լավրովը պարբերաբար ասում են, որ չկա այդպիսի բան, միջանցք գործը փաստաթղթում չկա։ Հետաբար Ալիևը եթե Մեղրի մոտով ինչ-որ ճանապարհ վերցնի, դա ինչ-որտեղ կարող է հիմնավորել, որ քանի որ Հայաստանը չէր տալիս, իսկ ինձ համար կենսական է Նախիջևանի եւ Ադրբեջանի կապը Բայց Հայաստանը ասում է, ես ճանապարհ տալիս եմ։ Ոչ, ինքը չի տալիս։ Ինչպես եք հիմնավորում, պարոն Ապետյան, Հայաստանը ասում է, Հայաստանի բոլոր տարածքները ըստ մեր տարածքային ամբողջականության սկզբունքից ելնելով եւ օրենսդրության սկզբունքից ելնելով ես տալիս եմ բոլոր պետություններին, այդ թվում Ադրբեջան թող գան ազատ ելույթ տալ։ Խոսքը Փաշինյանի մասին է։ Այո։ Օրենք ստում է, առավելս որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետի հետ կապված Ալիևը բազմիցս արտահայտել է, որ ինքը կողմ է, այո, որ 9-րդ կետը կյանքի կոչվի, իսկ 9-րդ կետով պետք է ապա շրջափակվեն, այդ թվում նաև այն ստրատեգիական նշանակություն ունեցող տարածքը, որը կոչվում է, ասենք, Զանգեզուրի միջանցք, այսպես ասենք, հա։ Իսկ նոյեմբերի 9-ով չկա միջանցք, կա ճանապարհ։ Ալիևը կողմ է դրան, ինքը դեմ չի, որ այդ ճանապարհը, բայց այդտեղ Ռուսաստանի Դաշնության անվտանգային դաշնային ծառայության սահմանապահ որոշակի զորքերի ստորաբաժանումներ ուղղակի հսկողություն տի սահմանեն առանց Հայաստանի տարածքային ամբողջականության, անվտանգության, ինքնիշխանության խախտման, դա այդպես է։ Հիմա եթե ասում եք ինչով հիմնավորում, փաստ է, մնում է փաստ, որ Փաշինյանը չի տալիս։ Ադրբեջանը երկու կողմից ասեմ ձեզ Արդեն կներեք, Փաշինյանը եւ իր թիմը հայտարարում են, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ կետ, որտեղ գրված է, որ Հայաստանը պետք է ինքը չիրականացնի այդ ճանապարհի հսկողությունը։ Ասում են, երբ որ փաստարկ են բերում, որ նշված է Ռուսաստանի սահմանապահ ուժերի վերահսկողության փաստ, ասում է, այնտեղ իրենք վերահսկելու մանդատ ունեն որոշակիորեն, բայց դա դեռ չի նշանակում, որ իրենք կարող են ուղիղ այնտեղ լինել, կարող են ուրիշ ձև վերահսկել։ Իսկ ով է ասում, որ Ռուսաստանը ասում է, որ եթե մենք լինենք, որից մեկը չլինի այդտեղ։ Նման բան չկա։ Ուրեմն, քանի որ ինքը միջանցք չի ճանապարհ է, Հայաստանի երկու պետական կառույցների ներկայացուցիչները մուտքի եւ ելքի մոտ լինելու են։ Խոսքը սահմանապահ զորքերի եւ մաքսային ծառայության մասին է։ Եթե Հայաստանի այդ երկու կառույցների ներկայացուցիչները գործառույթ են իրականացնում, ապա դա միջանցք չի, դա ճանապարհ է։ Սա առաջին, երկրորդ, ռուսական կողմը չի ասում, որ հսկողությունը եսին վրա են վերցնում, չկա նման բան, առավելս, որ վերահսկողություն չի, բառը հսկողություն է, հա, Ռուսաստանը, մտածենք, ինչու համար 20 թվականի նոյեմբերի 9-ին, երբ այդ փաստաթղթը ստորագրում էր, ինքը մցրել էր կետ, որտեղ ինքը ցանկանում էր որոշակի հսկողական գործառույթներ իրականացնել այդ ճանապարհներին, ինչու՞։ Որտեղ հասկանում էր այդ միջանցքի կարևորություն դեռևս այն ժամանակ։ Իսկ այդ միջանցքը փաստացի հիմա մենք տեսնում ենք, որ
ուժային կենտրոնների շահերի բախման համար, որպես տարանցիկ գոտի, տարանցիկ ճանապարհ ունի լրջագույն նշանակություն։ Այսինքն ռուսական կողմը ամեն ինչ անում է, որ այդ տարածքով Լիբիայից, Սիրիայից, Թուրքիայից, Իրաքից ահաբեկիչներ չտեղափոխվեն Ադրբեջան, որտեղ տեղափոխել նշանակում է Ռուսաստանի ռազմավարական գործընկեր Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ սկսելու է ցամաքային ռազմական ագրեսիա։ Ռուսաստանը դա հաշվել է շատ վաղուց, եւ դա արձանագրված է նոյեմբերի 9-ի 9-րդ կետում։ Ալիևը դեմ չի ասում, ինչ ճանապարհ տվեք, երկու կողմից ինքը պատրաստել է ճանապարհը։ Հայկական կողմը չի բացում։ Հայկական կողմ ինչ, հայկական ասելով այնքանով որքանով Փաշինյանը փաստացինքն է ներկայացնում, ինչ հիմնավոր փաստարկներ ունի, ինչու չի բացում, ինչ է հիմնավորում։ Ես կարծում եմ 0 հիմնավորում։ Բառախաղով է զբաղված, երբ ադրբեջանական կողմը շատ հստակ ասում է, գրած է 9-րդ կետում ճանապարհ պիտի տաս։ Դու ինչն է խանգարում։ Ով է խանգարում։ Առանց որ Ալիևը պարբերաբար ասում է, որ ինքը կողմ է եւ հետամուտ է լինելու։ Ալիևն ասում է, ես այդ ճանապարհը անցնելու եմ առանց որևէ ձև խոչընդոտների։ Հայաստանն ասում է, էլի անխոչընդոտ անցիր, բայց իմ օրենսդրությամբ ստուգումները ես պետք է իրականացնեմ, եթե ինչ որ ստուգումներ պետք է լինեն։ Այսինքն ես ուզում եմ հասկանալ, երբ որ ասում եք չի տալիս Հայաստանը, այդ չտալը ինչի ձև արտահայտվում։ Որ ճանապարհը փակ է։ Դրանից լավ ապացույց։ Փակ է չէ ճանապարհը։ Ալիևը շատ բան կարող է ասել։ Փաշինյանը ունի մեկ կռվան, ընդ որում հաղթական կռվան, այս բանակցությունների շուրջ։ Նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Փաշինյանը ասելու 9-րդ կետում, ընդ որում այդ փաստաթուղթը, որի տակ Ռուսաստան Դաշնության նախագահի ստորագրությունն է, չէ՞։ Պարոն Ապետյան, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ոչ մի կետ չի պահպանվել։ Ինչու պետք է Հայաստանը մեր խոսակցությունը, ես հիմա ձեր հարցին կպատասխանեմ, բայց եկեք 9-րդ կետից ենք խոսում, ճանապարհից ենք խոսում, ինչու չի պահպանվում կասեմ։ 9-րդ կետում գրված է, որ Ադրբեջանից Նախիջևան բեռները եւ տրանսպորտային միջոցները անխոչնդոտ պիտի տեղափոխվեն, նման բառ կա։ Չկա։ Կա, որ հայկական կողմը պիտի չստուգի ենթադրենք։ Նման բան կա, չկա։ Ուրեմն Փաշինյանը ասում է հարգելի Իլհամ Ալիև, նոյեմբերի 9-ի 9-րդ կետն է մեզ համար հիմք, միակ գրավոր փաստաթուղթն է եւ որից հետո եւս 3 երրակողմ հայտարարության տակ ստորագրության դրված 3 փաստաթուղթ էլ կա։ Կա այդտեղ անխոչնդոտ, միջանցք, չկա։ Ես իմ ստորագրության տերն եմ եւ ահավասիկ բացում եմ, բայց ռուսական կողմն էլ էստեղ է լինելու։ Ալիևը ոչինչ չի կարող ասել, առանց որ Ալիևը պարբերաբար մինչ այս վերջերս ասում էր, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը իր համար շահեկան է եւ ռուսական կողմը լինի, Ալիևը բարձրաձայնում է ռուսական հսկողությամբ լինի, բայց ռուսական հսկողությունը չի նշանակում, որ հայկական սահմանապահ զորքերը, մաքսային ծառայությունը, տրանսպորտային միջոցներ ուղեկցող ոստիկանության համապատասխան կառույցները, հա, որոնք որ պետք է ուղեկցեն, բնականաբար, որտեղ հայկական բնակավայրի մեջով են, չէ՞, անցնում։ Որտեղ գրված չի, որ Ալիևը չի ասում, որ դրանք չլինեն։ Դրանք Հայաստանի իրավասության ներքո են, իրավազորության ներքո են, մեր ինքնիշխանության ներքո են։ Ռուսաստանն էլ էս վերջերս նաև Օվերչուկը եւ Գալուզինը փոխ արտգործնախարար պարբերաբար ասում են, այդ ճանապարհը տրվելու է Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, անվտանգության սահմաններում։ Հակառակը չեն ասել։ Եվ հիմա ինչ Փաշինյանը էլ պատճառ չունի։ Հիշեք այդ միջանցք ճանապարհը չտալու իր հիմնավորումները մանիպուլյացիան։ Դեռևս տարիներ առաջ, երբ ասում էր դա այդտեղ ռուսական կողմը եթե հսկողություն է սահմանում, նախ բառն էր կեղծում վերահսկողություն, իսկ վերահսկողություն չի, հսկողություն է, գրած դրանք տարբեր բաներ։ Փաշինյանը ասում է դա դիտարկում է, հիշում եք Ալեն Սիմոնյանն էլ, արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ, երբ ասում են, որ դիտարկում միջազգային կառույցների, չէ, կդիմենք, իրենք կգան, կդիտարկեն։ Իսկ հսկողությունը դիտարկում է, դրանք տարբեր գործառույթներ են, չէ։ Այսինքն իրենց մանիպուլյացիաների իմաստը այդ դեպքում հարց առաջանում, ինչու չի տալիս։ Ես ճիշտ կլինի հարցադրում այսպես տանք, ինչու Փաշինյանը չի տալիս դա։ Վերադառնալով գրակոչներին, տեսեք, պարոն Հաբետյան, Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար ասում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ
սպասում է ստորագրման։ Եվ մի ուշագրավ հայտարարություն է եւս արել, որ իր հանձնարարականն է ուղիղ մեջ բերեմ, իմ հանձնարարականն է Հայաստանի պաշտպանության նախարարությանը հստակ է հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել, Հայաստանը գնում է խաղաղության եւ ոչ թե պատերազմի։ Երբ որ վարչապետը ասում է ես հրահանգ եմ տվել պաշտպանության նախարարության չխախտել, Ադրբեջանը կրակում է, սա ինչպես հասկանալ, այսինքն Հայաստանը պատրաստվում է խաղաղության, բայց ցանկացած հարձակման դեպքում որևէ պատասխան չի տալու։ Վարչապետի հրահանգը պաշտպանության նախարարության որ դրամաբանության մեջ է։ Նախ ձեր հարցադրման մեջ ճիշտ կլներ ձևակերպել հետևյալ նոր իրողությունը, իսկ նոր իրողությունը հետևյալն է։ Մինչ այդ ինքը խոսում էր իմ գնահատմամբ այսպես կոչված խաղաղության պայմանագրից։ Պայմանագիրը իրավական փաստաթուղթ է, որտեղ ստորագրող կողմերը ունեն պարտավորություններ։ Այդ թվում նաև միջազգային իրավունքով ամրագրված։ Հիմա այդ պայմանագիրը դարձավ համաձայնագիր։ Համաձայնագիրը ինքը իրավական փաստաթուղթ չէ։ Պարտավորությունները կարող են եւ չկատարել, եւ որից հետո իրավական որևիցե գործառույթ չկատարող կողմի նկատմամբ չի լինելու։ Այդ թվում նաև միջազգային իրավունքով, միջազգային կոնվենցիաներով պայմանավորված։ Սա արձանագրենք։ Հարց Փաշինյանին, ինչու պայմանագիրը դարձեց համաձայնագիր։ Հիմա երկրորդ ձեր հարցին, այսինքն շանգալուխ էստեղ է թաղված։ Ալիևին պետք չի որևիցե փաստաթուղթ ստորագրել, որտեղ եթե ինքը կարող է ճնշում օգտագործելով լծակներ, ուժի կիրառման սպառնալիք ինքը ստանալ Հայաստանից այն ինչ որ պետք է ստանալ, այո, ապա ինչու պետք է փաստաթուղթ ստորագրի, չէ՞։ Խիստ տրամաբանական է։ Հիմա հաջորդ։ Ուշադրություն դարձեք, որ նոյեմբերի 9-ը եւ դրանից հետո եւս երրակողմ հայտարարություններում չկա որևիցե կետ, որով Ալիևը շուրջ 2.5 տարի պահանջներ է դնում Հայաստանի օրվա իշխանությունների նկատմամբ եւ պարտադրում որ վերջինս կատարեն, մասնավորապես 300,000 փախստականների վերադարձ, մասնավորապես ԵԱԿ Մինսկի խմբի լուծարում, մասնավորապես միջազգային հայցերը հետ վերցնել երկու պետությունների կողմից, այդ տարածքում Արցախում ինքնապաշտպանական ուժերի մասնակցած անձանց նկատմամբ քրեական վարույթներ հարուցել, ռազմական տուգանք, կոնտրիբուցիա եւ փոխհատուցում, ռեպարացիա չկա։ Եթե այս բոլորը չկա երրակողմով եւ միակ գործող փաստաթուղթը 4 երրակողմն է, ապա պարզ տրամաբանական հարց է առաջանում, ինչու Փաշինյանը չի վերադառնում այդ 4 երրակողմին, որով միանգամից Ալիևի պահանջները ուղղակի օդ են ցնդում, ու վերջ, ինչու չի անում։ Ինչու է փաստացի գնում աշճանական զիջումների Ալիևի պահանջների։ Չէ՞ որ այդ 4 երրակողմը դա երաշխիք էր նաև, որ Ալիևը նման պահանջներ չէր տա։ Եթե նման պահանջներ լիներ, նոյեմբերի 9-ում գրվեին։ Առավել եւս, եթե Զանգեզուրի Միջանցքի վերաբերյալ Ալիևը կարողանար նոյեմբերի 9-ում մտցնել, ինքը մեծ ուրախության կմտցներ, առանց որ դրա գոնե բարոյական հիմնավորում ինքը կարող էր տալ։ Եթե Հայաստանը մի ժամանակ իր պետության տարածքում ազգության փայերի հետ շփվելու համար տրվում է միջանցք, որտեղ Ադրբեջանի ոչ սահմանապահները ոչ մաքսայինը չեն աշխատելու, իսկ Լաչինի միջանցք այդպես էր չի աշխատում։ Չկային Ադրբեջանի ոչ սահմանապահներ, ռուս կաղապարներն են, չէ, ոչ էլ մաքսային։ Ապա Ալիևը կարող էր չէ հիմնավորել այդ տրամաբանությամբ իր երկրի միջազգայինորեն ճանաչված երկու տարածքները տրանսպորտային կապ ապահովելու համար իրենց եւս պետք է տրվի միջանցք, նույն տրամաբանությամբ, բայց չկա չէ նոյեմբերի 9-ում այդ միջանցքը։ Հետաբար նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ճիշտ է, մեզ համար կորուստներ բերող փաստաթուղթ է, բայց դա կապիտուլյացիոն փաստաթուղթ չէ։ Կապիտուլյացիա չէ։ Այն ինչ որ հիմա Ադրբեջանը անում է գործնականում պահանջելով Փաշինյանից իմ նշած պահանջները, եթե դրան էլ ավելացնենք, որ Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանի բանակը, որը աշճանաբար փորձ է անում վերազինվել, այդ տեխնիկան հետ վերադարձնեն, այսինքն բանակ պետք է չունենալ, չակնհայտ է, չէ՞ դա։ Այսինքն սա է կապիտուլյացիան։ Իսկ հիմա Փաշինյանը խաղում է Ալիևի խաղի կանոններով։ Նրա պահանջները փորձում է չկատարել մանևրելով։ Մեկ օգնության ձեռք մեկնում է Եվրամիությանը, մեկ Միացյալ Նահանգներին, մեկ Բրիտանիային, մեկ Ռուսաստանին, մեկ Իրանին, չէ Իրանին չի դիմում։ Այսինքն շատ տրիվիալ եւ պարզ է Փաշինյան։ Գնահեք իմ հարցի ենթատեքստը հետեւյալն էր, երբ որ պաշտպանության նախարարության ասվում է, որ մի կրակեք, ես այսպես ձևակերպեմ, բայց Ադրբեջանը արդեն թիրախավորված
կրակում է Հայաստանի սահմանամերձ համայնքներում։ Ինչ են ստացվում չկրակելու հրահանգը ինչի է բերում, ինչ է անում, այսինքն լավ մենք խաղաղության ենք պատրաստում, բայց երբ որ Ադրբեջան թիրախավորված է արդեն կրակում, պատասխան հարված չպետք է լինի։ Ես ձեր ասածը բերեմ մեկ օրինակով։ Հիշում եք Սև լճի շրջակայքում, երբ Ադրբեջանը առաջին անգամ 44 օրից հետո ուժով մարտական հենակետեր վերցրեց։ Ես այդ ժամանակ օրինակ հրապարակավ ասի չկրակելու հրաման ա եղել։ Չկրակելու հրամանը դա նշանակում է, որ նվազագույն դու կանոնագրքեր, հրամաններ եւ հրահանգներ ու կարգադրություններ պետք է փոխես, որտեղ սահմանում կանգնած զինծառայողը մարտական հենակետի ավագը իրականացնում է տվյալ տարածքի պահպանություն զենքով։ Եթե հակառակորդի կողմից ինքը գնահատում է, որ կա հարձակում, ապա ինքը պահպանությունից անցնում է պաշտպանության եւ իրավունք ունի առանց վերադասին հարցնելու, բայց իրազեկելով, ոչ թե թույլտվություն հարցնելով։ Ինքը պարտավոր է կրակել։ Սև լճի շրջակայքում հրաման էր եղել չկրակելու։ Իշխանասարում հրաման էր եղել, եթե հիշում եք, այն ձեռնամարտերը ադրբեջանցիների, որը աբսուրդի ժանրից է։ Հակառակորդը գալիս է քեզ վրա, դու ոչ թե պիտի գնաս բանակցես ձեռնամարտի բռնվես, հայախառն խոսակցություններով, այլ ուղղակի պահպանությունից անցնում ես պաշտպանության։ Հիմա ինչ է ասում Փաշինյանը, ասում է Ադրբեջանը ինչ էլ որ վերցնի, ինչ քայլ էլ անի, որից է ձևով պատասխան չլինի։ Այսինքն ինքը առնվազն խախտում է նախկինում ընդունված մի շարք իրավական ակտեր, այդ թվում նաև պահպանության տարածքում հակառակորդի հարձակման դեպքում պահպանությունից անցնել պաշտպանության եւ զենքով, կրակով դիմավորել հակառակորդի առաջխաղացումը։ Հիմա ինքը դա էլ է չեղարկում։ Եթե վաղը չեմ իսօր Ադրբեջանը տեսականորեն նայենք, ինքը ինչ որտեղ առաջ է գալիս։ Հիմա ինքը հրաման է տվել, որ չկրակել։ Իդեպ այդ հրամանը իդեպ ասեմ ձեզ քրեորեն պատժելի է։ Որովհետև խաղաղ ժամանակ գերագույն հրամանատարը Փաշինյանը չի։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չի։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է։ Հիմա հետաքրքիր զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նման հրաման տվել է, որ հակառակորդի հարձակման կամ ագրեսիայի փորձի դեպքում մարտական հենակետերի ավագները պահպանությունից չեն անցնելու պաշտպանության եւ կրակով չեն դիմավորելու հակառակորդին։ Կա նման հրաման, որտեվ Փաշինյանի այդ ասածը չի գնալու մարտական հենակետի ավագի համար որպես հիմք, իր համար իր վերադասը, առավել վերադասը, դա գլխավոր շտաբի պետի հրամանն է, որ իջեցում է բանակային կորպուսների հրամանատարներին, վերջինը զորամասերի հրամանատարներին, զորամասի հրամանատարները մինչև մարտական հենակետի ավագ։ Կա նման բան, չկա նման բան։ Այսինքն այս առումով Փաշինյանը եւս ապօրինություն է անում։ Հասկանում եք, ինքը երկիրը կառավարում է իր Կներեք, ունեն բացատրություն այս դեպքերում, ասում են, լավ, եթե կրակում ենք, մենք պատրաստ ենք նոր պատերազմի մեջ մտնել, որովհետև այդ փոխադարձ արդեն հրաձգությունը բերելու է այս նոր էսկալացիայի։ Ես այդ ոչ թե ինքը պետք է հարց տա, այլ ես, դուք, լրագրողները, քաղաքական գործիչները, իրենք պետք է հարցնենք, դուք պատրաստ եք դիմագրավել, եթե ինքը Պապիկյան Սուրոն շտաբի պետ Ասրյան, եթե ասեն ոչ, այդ դեպքում հարց է առաջանում։ 44 օրից հետո Ադրբեջանի զինուժը հսկայական կորուստներ էր ունեցել եւ տեխնիկայի եւ մարդուժի։ Ինքը աշճանաբար սկսեց համալրել զորակոչով, նորագույն տեխնիկան գնելով։ Բայց այդ բոլորը դեռևս միջոցներ են, ինքը գործիք չէր դառնում, գործիք դառնում է, երբ անձը տիրապետում է զենքին եւ կարողանում է ներդաշնակված համագործակցել մյուս անձի հետ, նկատի ունեմ զինծառայողի կամ ստորաբաժանումներ մեկ-մեկու հետ։ Այդ դրա համար Ադրբեջանը 44 օրից հետո յուրաքանչյուր տարի 10-ից ավել մեծ զորավարժություններ անցկացնում նաև այլ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների հետ։ Մենք զորավարժություններ չենք անցկացնում, բայց ասում ենք զինվում զինամթերք սպառազինություն լինում է։ Գործիքը ինքը դառնում է ժամանակ, երբ որ զորակոչվող անձնակազմը եւ գնված զենքը փորձ է արվում, գնահատվում է, ինչքանով են տիրապետում զինվորը իր զենքին, սպան իր ստորաբաժանմանը, այդ ստորաբաժանումը մյուս ստորաբաժանման ինչպես է ներդաշնակված մարդ վարում, մարտական խնդիր կատարում, այս բոլորը տեսություն չի։ Պրակտիկ դա զորավարժություն է։ Հիմա հարց. եթե դու զենք ես գնել, զորակոչ ես արել,
քանի զորավարություն ես անցկացրել այլ երկրների զինված ուժերի եւ քո ներսում զինված ուժերի ներքին քանի զորավարություն ես, չափելի է արդյոք այդ զորավարությունների քանակը Ադրբեջանի կողմից իրականացվող զորավարություններին, չափելի չի։ Եվ այստեղից պարզ հետևություն, այո, Փաշինյանը որ հարցնեք պատրաստ է, նա փորձելու է խուսանավել, բայց պատրաստ չէ, որտեղ գնահատման գոնե նվազագույնը 1 չափորոշիչ կա։ Պարոն Հաբեջյան, խոսքի սկզբում նշեցիք, փորձենք նաև դրանով էլ ամփոփել զրույցը, որ Ադրբեջանի հնարավոր հարձակումը կարող է պայմանավորված լինել դրսի ուժերի հրահանգով կամ դրսի ուժերի ցանկությունով։ Հիմա այս փուլում մենք տեսնում ենք էլի բանակցություններ են գնում Միացյալ Նահանգներ, Ռուսաստան եւ կարծես թե չի հաջողվում ամեն դեպքում կանգնեցնել պատերազմը Ուկրաինայում, դեռ բանակցությունները բարդ ընթանում են։ Այս պարագայում մենք ինչ կարող ենք սպասել այդ բանակցություններից եւ արդյոք այդ բանակցությունների ավարտից հետո հնարավոր է Ադրբեջանի որոշակի գործողություններ լինել Հայաստանի սահմանին։ Գիտեք, ես այլ կարծիքի եմ, չկա ձախողում, խնդիրը շատ պարզ է, ինչպես Ռուսաստանի նախագահ, այնպես էլ Միացյալ Նահանգների նախագահ ցանկացած փոխզիջում Ուկրաինայի հարցով պետք է ճիշտ կարողանան ներկայացնել իրենց ժողովրդին։ Սա շատ կարևոր է, որը չդիտվի որպես պարտություն։ Այդ փոխզիջումների հետ կապված հիմա գնում են առարկայական բանակցություններ, իսկ ինչ վերաբերվում է Միացյալ Նահանգներին ինչ է ձեռք տալիս, ընդհանրապես Ուկրաինան իր համար գլխացավանք է, որտեղ Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմին, որը փորձում է ստեղծել ուժեղ Ամերիկա պետություն, որը աշխարհում պետք է հեգեմոնը դառնա, իր համար մեկ խնդիր գոյություն է, ռազմական առումով ԱՄՆ-ի վարչակազմը հասկանում է, որ իր զինուժը միջուկային մարտագլխիկներով հրթիռները չափելի են Ռուսաստանի Դաշնության հետ։ Ավելին Ռուսաստան Դաշնությունը ավելին ունի եւ ունի հիպերձայնային արագության հրթիռներ, որ առ այսօր դեռևս Միացյալ Նահանգները չունի, այսինքն ռուսական զինանոցը ավելի հզոր է, բայց երկուսն են չափելի, երրորդը չկա, ոչ Չինաստանի, ոչ Ֆրանսիայի միջուկային տերությունների մասն եմ ասում, հա, Բրիտանիայի մասին չեմ ասում, ինքը միջուկային տերություն է, բայց այդ հրթիռները կառավարվում են ԱՄՆ-ի կողմից իրենց սուզանավերի եւ նավերի վրա։ Հիմա այս երկու պետությունն են որոշելու աշխարհում ազդեցության ոլորտները։ ԱՄՆ-ի համար կա մեկ խնդիր գերտերություն դառնալու։ Դա Չինաստանն է իր տնտեսությամբ, որպես մրցակից։ Հիմա, որպեսզի Չինաստանի տնտեսությունը թուլանա, իսկ ցանկացած տնտեսություն առաջին հերթին հիմնվում է մեկ կարևորագույն գործոնի վրա, որի անունն է հոսանք։ Էներգակիրների խնդիրը Միացյալ Նահանգները փորձում են տեր կանգնել, հսկողություն սահմանել այս կամ այն ձևով, կամ շահգործման իրավունք վերցնել մերձարևելյան նավթի եւ գազի առատությամբ լեցուն մի շարք պետություններից, որով արդեն իրենք կորոշեն, թե Չինաստանը այդ գազն ու նավթը կստանա այդ երկրներից, թե ոչ, խոսքս Ռուսաստանի մասին չի, ես մյուս երկրների մասին, առաջներթին Իրան, Իրաք, Կատար, որը գազի հսկայական պաշարներ ունի, այո, որ պահին Միացյալ Նահանգները կարողացան վերահսկողություն սահմանել էներգակիրների նկատմամբ, ինքը ուղղակիորեն արդեն հարվածելու է Չինաստանի տնտեսությանը եւ իր համար ստրատեգիական խնդիրը Չինաստանի տնտեսությունը ծնկի բերելն է, որից հետո երկու ռազմական գերտերություն Ռուսաստան Դաշնություն եւ Միացյալ Նահանգներ փորձել են մրցակցել, որտեղ, որ ոլորտում ռազմականով չեն մրցակցում, ԱՄՆ հասկացել որ ռազմականով Ռուսաստանն է, դա անիմաստ է, դա արդեն միջուկային պատերազմ է, տնտեսությամբ չէ, չեք գտնում որ Ռուսաստանի տնտեսությունը կարգով ավելի պակաս է, ցածր է, տեխնոլոգիապես ավելի զինված չի, քան Միացյալ Նահանգները, եւ այստեղ Միացյալ Նահանգները ուղղակի հաղթողի դերում են, չէ՞ լինում։ Ըստ ձեզ մոտ ապագայում աշխարհի մեկ հեգեմոն Միացյալ Նահանգները, իր ծրագիրը դա է։ Ավելին, այդ ծրագրում ցանկալի կլինի, որ ամբողջ Ուկրաինան դառնա Ռուսաստանի մաս։ Գիտեք ինչու։ Որտեվ այսօր Դարձնատու է Միացյալ Նահանգները։ Այո։ Առերևույթ դա որոշակի հակասական միտք է, հիմա պարզ հիմնավոր է։ Միացյալ Նահանգները Ռուսաստանի Դաշնություն բանակցությունների սեղանի շուրջ փորձ է անում երկու պետություն եւս նստել աշխարհի վերաբաժանման ազդեցության ոլորտների վերաբաժանման, մեկը Բրիտանիան է, մյուսը Չինաստանը, բայց չկան նստած, առայժմ չկան։ Բրիտանիայի գործիքը որն է, որ Ուկրաինայում պատերազմը կարող է շարունակել։ Ինքը դա է ցանկանում, ներգրավելով
եւ եվրոպական երկրների նրանց ֆինանսական, ռազմական պոտենցիալ նկատի ունեմ զենք զինամթերք, բայց կռվող ուժը ո՞րն է։ Ուկրաինայի բանակը, որ բավական մարտունակ է, այսինքն մոտիվացված բանակ է։ Հիմա եթե Ուկրաինայի բանակ չկա, տեսականորեն ընդունենք, Ուկրաինայում կռիվը կանգնում է, չէ՞։ Որքան էլ Եվրոպան գումար կամ զենք զինամթերք տա, ում է տալու, եթե այդ բանակը չկա, իսկ այդ բանակը երբ կարող է չլինել։ Երբ Ուկրաինան Ռուսաստանի մաս է։ Իսկ ինչու է Տրամպը ցանկանում ժամ առաջ կանգնեցնել եւ Բրիտանիան հակառակը շարունակել գոնե նվազագույնը 1 տարի, որովհետեւ տարուկես հետո Միացյալ Նահանգներում կոնգրեսի միջանկյալ ընտրություններ են, որտեղ եթե Ուկրաինայում պատերազմ չկանգնեց, ապա հանրապետական կուսակցություն ամենայն հավանականությամբ միջանկյալ ընտրություններում պարտություն է կրելու, որը կարող է դառնալ լուրջ հիմք եւս 2 տարի հետո ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցության տեխնացուի պարտությանը, ընդհանրապես սա է։ Եվ հետեաբար այստեղ գլխավոր գործոնը Ուկրաինայի բանակն է, որպես կռվող ուժ, որին պետք է գումար, որը Եվրոպան փորձում է տալ, եւ զենք զինամթերք, որ այնքանով որքանով կռիվը 1 տարի շարունակելն է։ Այս դեպքում, եթե Բրիտանիայի ծրագիրը հաջողվի, Բրիտանիան դառնում է երրորդ պետությունը, որը սեղանի շուրջ է նստում, որը չի ցանկանում ոչ Միացյալ Նահանգների նախագահ, ոչ Ռուսաստանի Դաշնության նախագահ, այ հիմա մեզ մոտ տարածաշրջանում, եթե այնուամենայնիվ մեծ բռնկում եղավ պատերազմական, սա դրական իմաստով կարող է ազդել Ուկրաինայում պատերազմը շարունակել, որտեղ Ռուսաստանը այնուամենայնիվ իր համար երկրորդ ճակատ է բացում այստեղ։ Եվ այնտեղ բնականաբար այդ հարձակման թափը, զինանձնակազմի ներգրավվածության չափը եւ այլն փոխվելու է, չէ՞։ Այսինքն այնտեղ թեթևանալու է վիճակը։ Դա Ռուսաստանը ամեն ինչ անում է, որ այստեղ պատերազմ չլինի։ Բրիտանիան ամեն ինչ անում է, որ այստեղ բռնկում լինի։ Ավասիկ ինքը 2 կարևոր գործիք էլ այստեղ ունի։ Եթե Եվրոպայում իր երկրներն են, հա, ուշադրություն դարձեք, Բրիտանիան չեզոքացնում է եվրոպական բոլոր այն երկրների ղեկավարներին, որոնք փորձ են անում գլոբալիստներից ազատվեց։ 3 փաստացի նման դատավճիռ կայացվեց Ֆրանսիայի ապագա նախագահի ռեալ տեխնացու Մարի Լեպենի նկատմամբ։ Բրիտանիան չեզոքացրեց։ Գերմանիայում Շոլցին գլոբալիստ փոխարինեց գլոբալիստ Մերցը, այսինքն Բրիտանիան Եվրոպան հսկողության ներքո կարողանում է պահել։ Այ եթե այս տարածաշրջանում իր 2 գործիքը եւս կարողանա աշխատացնել, որի անունը մեկի անունը Թուրքիա է, մյուսի անունը Ադրբեջան։ Եվ այստեղ երկրորդ ճակատ բացելու հավանականությունը դա Բրիտանիայի համար միջոց է, որ 2 հիմնական աշխարհի ուժեղ պետությունների կողքը հայտնի նաև իր ներկայացուցիչ։ Սա էլ աշխարհաքաղաքական գնահատական այսօրվա իրողությունների։ Շնորհակալ եմ։